Բարև ձեզ։ Եվրոպական խորհուրդը այս օրերին կայացրել էր որոշում, ավելի շուտ հաստատել էր որոշումը Հայաստանում արագ արձագանքման առաքելություն տեղակայելու վերաբերյալ, որը կտեղակայվի 2 տարի ժամկետով եւ կօգնի Հայաստանի իշխանությանը պայքարել այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ։ Այս առաքելության տեղակայման մտադրության մասին հայտնի էր վաղուց, դեռևս նախընտրական շրջանից, երբ առավել կարճաժամկետ արագ արձագանքման խումբ գործուղվեց Հայաստան նախընտրական շրջանում այդ այսպես ասած հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար։ Թե ինչ հարցեր լուծեց այդ խումբը Եվրամիության համար, ինչ հարցեր լուծեց պաշտոնական Երևանի համար, սա կգնահատեն երևի թե կողմերը, որովհետև անկասկած է, նրանք են ձևակերպել այդ արագ արձագանքման խմբի նպատակները եւ նրանք են տեղյակ, թե որքանով են այդ նպատակները իրականացված։ Լայն իմաստով իհարկե հասկանալի է, որ այդ խումբը Եվրամիության համար Հայաստանի նախընտրական process-ում ներկա լինելու անմիջականորեն, այսպես ասած, առաջին ձեռքով ներկա լինելու հնարավորություն էր։ Պաշտոնական Երևանի համար այդ խմբին համաձայնելը թերևս հնարավորություն էր շարունակել վայելել եւ անգամ ընդլայնել, ինչ որ իմաստով նաեւ ըմբոշխնել Եվրամիության աջակցությունը, որը ուներ նաեւ ֆինանսական տեսք։ Այսպիսով այդ կարճաժամկետ գործարքը ստանում է երկարաժամկետ բնույթ եւ Հայաստանում կտեղակայվի եվրոպական առաքելություն երկամյա ժամանակահատվածի կտրվածքով։ Այս օրերին փորձում են շատերը հասկանալ, գնահատել, թե ինչ է դա նշանակում եւ ինչ կտա Հայաստանին։ Հայաստանին դա գործնականում չի տա ոչինչ, թերևս ռիսկերից ու մարտահրավերներից բացի, որովհետև այդ խումբը, այդ առաքելությունը, որ պետք է 2 տարի ժամկետով տեղակայվի Հայաստանում, այլ բան չէ, քան Եվրամիության աշխարհաքաղաքական գործիք։ Այդ գործիքի միջոցով Եվրամիությունը փորձելու է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Կովկասում առաջ մղել իր աշխարհաքաղաքական մոտեցումները, նարատիվները, շահերը եւ այլն։ Այստեղ առանցքային է, ինչպես հայտնի է, միջին միջանցքի ձևավորումը, որտեղ Եվրամիությունը ակնհայտ խաղադրույք է կատարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վրա։ Եվ խաղադրույքը արված է հետևյալ պարզ տրամաբանությամբ, ինչի մասին առիթ եմ ունեցել խոսելու բազմիցս։ Նպաստել, որպեսզի հնարավորինս արագ Հայաստանը ընդունի Ադրբեջանի պայմանները, մոտեցումները, պատկերացումները, որպեսզի հնարավորինս արագ եւ օպերատիվ բյուրեղացվի այսպես կոչված հայ-ադրբեջանական խաղաղությունը եւ դրա միջոցով Եվրամիությունը ստանա իր, ինչպես նշեցի, աշխարհաքաղաքական շահերը, պատկերացումները, նարատիվները առաջ մղելու հնարավորություն։ Առաջ նվազագույնը դեպի Կենտրոնական Ասիա, հետագայում գուցե նաև Չինաստանի հետ պայմանավորվելու ակնկալիքով։ Եվ այս շղթայում Կովկասը բնականաբար առաջնային օղակներից մեկն է, որտեղ Եվրամիությունը փորձում է ամրապնդվել։ Հայաստանն այս տեսանկյունից ունի էական նշանակություն, որովհետև Ադրբեջանը Եվրամիության հետ հարաբերվում է, այսպես ասենք, հավասարը հավասարի սկզբունքով, այլ կերպ ասած, առաջ է քաշում իր պատկերացումները, իր գինը եւ իր պայմանները Եվրամիությանը։ Ընդ որում այդ հավասարը հավասարի սկզբունքը, հիշեցնեմ, ամրագրված է ընդհուպ փաստաթղթի մակարդակով։ 2026 թվականի մարտին Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան այցելել էր Բաքու, որտեղ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը հարաբերվում են հավասարը հավասարի սկզբունքով։ Օրինակ, Հայաստան-Եվրամիություն համատեղ հռչակագրում, որ ընդունվեց մայիսին Երևանում կայացած Եվրագագաթնաժողովի շրջանակում, այդպիսի արձանագրում գոյություն չունի, թեպետ կետերի առումով այդ հռչակագիրը մի քանի անգամ ավելի շատ կետ է պարունակում, քան Ադրբեջանի հետ համատեղ հայտարարություններ, բայց փաստորեն բացակայում է կարևոր արձանագրում, թե Հայաստանն ու Եվրամիությունը որպես ինչ են հարաբերվում, այլ կերպ ասած, ինչպիսի հարաբերակցությամբ են հարաբերվում, եւ եթե բացակայում է հավասարը հավասարի սկզբունքը, ապա դա նշանակում է, որ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերության առումով թերևս գտնվում է, այսպես ասած, ավելի հավասար մակարդակում եւ նույնիսկ մի քանի անգամ ավելի հավասար մակարդակում։ Այս տրամաբանությամբ էլ թերևս կայացվել է Հայաստանում արագ արձագանքման խմբի տեղակայման որոշումը, որը կրկնեմ, Հայաստանի Հանրապետության շահերի հետ չունի որևէ էական աղերս։
Հայաստանի իշխանության շահի հետ աղերս իհարկե կա, բավարարելով Եվրամիության այդ ակնկալիքը, պաշտոնական Երևանը ստանում է իհարկե իր համար էական բավարարումներ վայելելու հնարավորություն։ Իսկ այստեղ առանցքային է, որպեսզի Եվրամիությունը լոյալ լինի այն քաղաքականության հանդեպ, որ իշխանությունը կիրառում է օրինակ իր ընդդիմադիր մրցակիցների նկատմամբ կամ ընդդիմախոսների նկատմամբ, մենք դա տեսնում ենք իրավական գործիքակազմի զգալիորեն ոչ իրավաչափ, ոչ համաչափ կիրառում, երբ դրա դրսևորումը եւ դրա հետևանքը աղերս չունի օրինականության եւ ժողովրդավարության հետ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի Եվրամիությունը այդ ամենը գնահատի լիովին հակառակ տրամաբանությամբ, որպես ժողովրդավարության եւ օրինականության առաջընթաց Հայաստանում։ Ահա սա ենթադրում է, որ եթե Երևանն ուզում է բավարարվել Եվրամիության մոտեցումներով, ինքն էլ պետք է բավարարի Եվրամիությանը նրանց մոտեցումները առաջ մղելու համար։ Ահա այս գործարքն է տեղի ունենում նաև Երևան-Բրյուսել մակարդակում, որի շրջանակում էլ տեղակայվում է արագ արձագանքման խումբը։ Ինչու սա ոչ մի աղերս չունի Հայաստանի Հանրապետության շահի հետ, թեպետ իհարկե մատուցվում է որպես Հայաստանի Հանրապետության շահ, որովհետև եվրոպական ներկայիս վերնախավը բացահայտորեն գրեթե պատերազմական հարաբերության մեջ է Ռուսաստանի հետ, նրանք բացահայտ խոսում են այդ մասին։ Իհարկե պատերազմը գոնե առայժմ դեռևս ուղիղ ֆիզիկական տրամաբանության մեջ չէ, այլ ծավալվում է ուկրաինական պոլիգոնում, բայց որևէ կերպ բացառված չէ, որ X փուլում այն վերածվի Եվրոպա-Ռուսաստան ուղիղ պատերազմի։ Ահա այս համատեքստում, երբ պատերազմող կողմերից մեկը հայտարարում է, որ Հայաստան է գալիս մյուսի ինֆորմացիոն հիբրիդային գրոհներից պաշտպանելու համար, միայն միամիտը եւ անտեղյակը կարող է ընկալել այս ամենը այնպես, ինչպես մատուցվում է, որովհետեւ պատերազմող կողմերը վարում են նաև տեղեկատվական պատերազմ եւ իրականությունը ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում եւ ինչպես իրենց շահերն են պահանջում։ Եվ այդ տեսանկյունից այնպես չէ, որ պատերազմի մի կողմում Ռուսաստանում իրավիճակի եւ իրականության աղավաղում է, իսկ մյուս կողմում Եվրոպայում իրավիճակի բյուրեղյա մաքրությամբ արտացոլում ինֆորմացիոն շրջանակներում։ Դա այդպես չէ, կամ այդպես է միայն միամիտների եւ անտեղյակների համար։ Երկու կողմն էլ վարում են ինֆորմացիոն պատերազմ։ Հետևաբար ինֆորմացիոն պատերազմի որ կողմն էլ գա Հայաստան իբրև թե մյուսի ինֆորմացիոն գրողներից պաշտպանելու համար, սա պարզապես Հայաստանի Հանրության դյուրահավատության վրա արվող խաղադրույք է։ Սա է պատճառը, որ նշում եմ, Հայաստանի Հանրապետության շահի հետ սա չունի որևէ կապ։ Եվ ավելին, երբ պատերազմող, դե ֆակտո պատերազմող կողմերից մեկը ինստիտուցիոնալ ներկայություն է հաստատում մյուս կողմում, այն էլ ինստիտուցիոնալ ներկայություն, որը տալիս է ներքին գործերին շատ թավշյա մեխանիզմներով, բայց ակնհայտ եւ անմիջական միջամտության հնարավորություն, սա կարող է բերել հակառակ կողմի ռեակցիաների։ Տակտիկական իմաստով հակառակ կողմին այս իրավիճակը իհարկե բավարարում է։ Ես նկատի ունեմ Ռուսաստանին եւ այս թեմայի մասին էլ խոսել ենք բազմիցս։ Ռուսաստանի համար շատ կարևոր է թեկուզ տակտիկական նահանջի գնով Կովկասում ունենալ կայունություն եւ կառավարելի իրավիճակ։ Բայց մենք տեսնում ենք, ինչպես նշեցի, որ եվրոպացիները շարունակաբար բարձրացնում են խաղադրույքը։ Եվ սա նշանակում է, որ նրանք կարող են այդ բարձր խաղադրույքը տեղափոխել նաև Կովկաս։ Եվ եթե այստեղ առաջացավ արդեն ռազմավարական ռիսկ Ռուսաստանի համար, ապա կասկած չկա, որ Ռուսաստանն արձագանքելու է այդ ռիսկին։ Կարձագանքի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով, թե խաղադրույքը եվրոպացիները կբարձրացնեն Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությամբ եւ Ռուսաստանը կարձագանքի արդեն այլ միջոցներով, սա քննարկելու հարց է, բայց որ կարձագանքի ռազմավարական ռիսկերին կասկածից վեր է։
Եվ այս պարագայում կասկածից վեր է, որ ցանկացած սխեմայով, ցանկացած սցենարով արձագանքի պարագայում Հայաստանը վերածվելու է այնպիսի պոլիգոնի, ինչպիսին վերածվել է Ուկրաինան։ Եվ այստեղ գուցե շատերին մխիթարի, որ Ռուսաստանը կարող է ստանալ հերթական հարվածը։ Եթե կան մարդիկ, որոնց համար կարևորն այն է, որ հարվածներ ստանա Ռուսաստանը, եւ բացարձակ նշանակություն չունի, թե հայելային կերպով ինչ հարվածներ կլինեն Հայաստանի համար, ապա նրանց համար այս իրավիճակը միանգամայն ողջունելի է։ Սակայն եթե մենք մտածում ենք Հայաստանը պոլիգոնի չվերածելու համար, պոլիգոնի չվերածելու մասին, ապա մենք չպետք է թույլ տանք, որ պատերազմող որևէ կողմերից մեկը Հայաստանում ինստիտուցիոնալ ներկայացվածություն հաստատի մյուսի դեմ գործողությունների համար։ Եվ սա չափազանց կարևոր հանգամանք է, որը խախտվում է Եվրամիության այս առաքելության տեղակայումով։ Այստեղ շատերը կարող են համեմատել օրինակ Ռուսաստանի ռազմակայանի տեղակայվածությամբ։ Ռուսական ռազմակայանը Եվրամիության դեմ չէ, եւ սա պարզ է ինչպես ցերեկվա լույսը։ Ռուսական ռազմակայանն իհարկե, այսպես ասենք, Թուրքիայի դեմ էլ չէ։ Դժվար է պատկերացնել, որ ռուսները այդ ռազմակայանով Թուրքիայի դեմ են գործելու։ Ռուսական ռազմակայանը ռուսական որոշակի կարմիր գիծ է Կովկասում, որը քաշված եւ հաստատված է շատ վաղուց աշխարհաքաղաքական իրողությունների բերումով։ Եվ այդ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունը տեղի է ունենում պատերազմով։ Եվ եթե դրվում է ահա ռազմավարական ստատուս քվոյի փոփոխության հարց, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Հետևաբար Հայաստանը պետք է առավելագույնը անի, որպեսզի իր տարածքում չդրվեն այդպիսի հարցեր։ Թող այդ հարցերը դրվեն Կովկասի որևէ այլ տարածքում, բայց ոչ Հայաստանի։ Սա է կարևորագույնը եւ այս տրամաբանությունը կարող է խախտվել, երբ մենք շարունակենք տուրք տալ եւ տեղ տալ Եվրամիության, այլ կերպ ասած, պատերազմող կողմերից մեկի ինստիտուցիոնալ հավակնությունների ընդլայնմանը։ Դա բերում է բալանսի խախտման։ Բալանսը երբեք չի խախտվում առանց պատերազմի։ Սա է կարևորագույն սկզբունքը, որ պետք է նկատի ունենալ։ Եվ այս տեսանկյունից պետք է գնահատել այն, ինչ կոչվում է արագ արձագանքման խումբ, որը կարծես թե քաղաքացիական նախաձեռնություն է, բայց իր տրամաբանությամբ այն ռազմաքաղաքական է եւ սա պետք է տեսնել ու պետք է գնահատել ըստ այդմ։